Հայաստանում կոռուպցիայի ընկալման հարցում նահանջ ունենք։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի արդյունքները։ Նախորդ տարվա համեմատ միավորների թիվը պակասել է 1-ով եւ կազմել 46։ Եթե 50-ից մենք տեսնում ենք պակաս միավոր, կոռուպցիան դառնում է կառավարման լուրջ խնդիր, այսինքն դա ազդում է համակարգի վրա եւ այն խնդիրները, որ դրված են բարեփոխումների եւ այլն, կոռուպցիան լրջորեն ազդում է։ Հոկտանյանը դժվարանում է ասել, արդյոք Հայաստանում համակարգային կոռուպցիա կա։ Նշում է, դրա համար լուրջ հետազոտություններ են պետք, որոնք Հայաստանում երբեք չեն արվել։ Կոռուպցիայի ընկալման համաթիվը չափվում է 0-ից 100 սանդղակով, 0-ն բացարձակապես կոռումպացված, 100-ը բացարձակապես մաքուր։ Համաթիվը հավասար է այն հաշվարկելու համար օգտագործված 6 աղբյուրների համաթվերի միջին թվաբանականին։ Ուսումնասիրվել են Հայաստանի մասին արված միջազգային զեկույցներ եւ աղբյուրներ։ Ըստ էության կոռուպցիայի կանխարգելման համատեքստում կարող ենք նշել, որ մեծածավալ աշխատանքներ իրականացվում են ու անդրադառնալով գնահատականին պետք է առաջին հերթին երևի շեշտադրենք, որ կառավարությունը իրականում գնում է խնդիրները բացահայտելու, խնդիրներին քաղաքացիական հասարակությանը ներգրավելու, այդ շահագրգիռ մարմիններին ներգրավելու, այդ խնդիրներին լուծում տալու ճանապարհով։ 182 երկիր ներառող դասակարգման աղյուսակում Հայաստանը Քուվեյթի, Մոնտենեգրոյի, Նամիբիայի եւ Սենեգալի հետ կիսում է 65-ից 69-րդ տեղերը։ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը բացի Վրաստանից գերազանցում է հարևան երկրների եւ ԵՏՄ մյուս երկրների համաթվերի արժեքները։ ԵՄ անդամ երկրներից Ռումինիայի, Բուլղարիայի եւ Հունգարիայի համաթվերը Հայաստանի համաթվից ցածր են։ Համաթվի միավորները արտահայտում են փորձագետների եւ բիզնես ոլորտի տեսակետները եւ ոչ լայն հանրության կարծիքը։ Կոռուպցիայի ընկալման համաթիվը չի կարող հեռու լինել պատկերացումներից, ընդգծում է հետաքննող լրագրող Գրիշա Բալասանյանը։ Երբ մի համայնքում տեսնում են մրցույթները ինչպես են կազմակերպվում, եւ մի համայնքում տեսնում են համայնքապետը ինչպես է իր մերձավորներից գնումներ կատարում, եւ ընդհանրապես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բավարարում 400,000 դրամ վարչական պատասխանատվություն ենթարկել եւ հաջորդ անգամ էլի նույն ազգականից գնում է կատարում, երբ տեսնում ենք մեկ անձից գնումները կասկածելի, բնականաբար մարդկանց ընկալումները չեն կարող այլ լինել, ինչքան էլ ասուլիսների հրապարական ելույթների ժամանակ հայտարարվի, որ պայքար ենք մղում կոռուպցիայի դեմ, միևնույն է մարդիկ տեսնում են։ Այս համատեքստում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հարց է բարձրացնում. Գիրակնօրյա պատարագներին մասնակցության համար պետական բյուջեից որքան միջոց է ծախսվում։ Նախատեսված այդ պատարագների վրա ծախսերը բանանել պետական բյուջեով որևէ տողով։ Այս հարցա չէ։ Չեմ ասում, պաշտոնատարանցի կազատ են գնալ պատարագներին մասնակցել, բայց ինչ ռեսուրսներ են բանանում։ Սեփական մեքենաներով են գնում։ Հարևաններից Թուրքիան 31 միավորով կիսում է 124-ից 129-րդ տեղերը, Իրանը 23 միավորով 153-ից 156-րդ, իսկ Ադրբեջանը 30 միավորով 130-ից 134-րդ տեղերը։ ԵՏՄ երկրներից Ղազախստանը ունի 38 միավոր, Բելարուսը 31, Ղրղստանը 26 եւ Ռուսաստանը 22 միավոր։ 8-րդ տարին անընդմեջ Դանիան գրանցում է համաթվի ամենաբարձր արդյունքը 89, որին անմիջապես հաջորդում են Ֆինլանդիան 88 եւ Սինգապուրը 84 միավորներով։ Հայաստանը երկու անգամ մոտ է եղել կոռուպցիայի ընկալման համաթիվը 50 միավորի հասցնելուն, սակայն չի կարողացել հաղթահարել այդ շեմը։ 2020-ին եւ 2021-ին համաթվի արժեքը 49 միավոր է եղել։ Եթե կոռուպցիայի ընկալման համաթիվը 50 եւ ավելի է, նշանակում է երկիրը պակաս կոռումպացված է։